քաղբանտարկյալները հայրեր են, որդիներ, եղբայրներ, քույրեր, գործարար, այգեպան, բժիշկ, իրավաբան, մարդիկ, ովքեր չեն վարանել, բարձրաձայնել ու գործել հանունի ու կրել են հետևանքներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում, որը Երևանում էր կայանում, պատգամավոր Ամորին իր խոսքում լրջագույն մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ իշխանության միջամտությունների վերաբերյալ եւ ասաց, որ իրենք հետևողականություն են դրսեւորում ու այս միջամտությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Բնականաբար հետևանքներ ու արձանագրումներ լինելու են, սակայն այդ հետևանքները կրելու ենք մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ու այդ հետևանքների արդյունքում չեն վերականգնվելու մարդկանց կորուստներն ու անփոխհատուցելի են լինելու նրանց իրավունքների խախտումները։ Մենք ունենք սահմանադրություն, բայց կտրուկ նահանջել է մեր սահմանադրական մշակույթը։ Մենք ունենք պարլամենտ, բայց չունենք պարլամենտարիզմ։ Մենք ունենք իշխանությունների տարանջատում, բայց իշխանությունների ճյուղերը այլևս միահյուսված են։ Եվ մեր նպատակը պետք է լինի վերադարձ առ իրավական պետության ծիր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։